Սփյուռքահայ երիտասարդ մասնագետների փորձառությունը Հայաստանի պետական համակարգում մեկնարկել է Իգործ 2025 ծրագրի հայտադիմումների ընդունումը։ Տեղերը սահմանափակ են եւ յուրաքանչյուր տարի կարող ենք ծրագրում ներգրավել 50 մասնակից։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Հայտերի ընդունումը դեռ նոր է սկսվել, բայց արդեն ստացվել է մոտ 80 դիմում մեկ տասնյակից ավելի երկրից։ Այս տարի փոխվել են ծրագրի մի շարք չափանիշներ։ Նախորդ տարիներին պետք է ունենային բակալավրի աստիճան եւ 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան եւ 3 տարվա աշխատանքային փորձ։ Այս տարի ծրագրին կարող են մասնակցել այն սփյուռքահայ մասնագետները, որոնք ունեն բարձրագույն կրթություն եւ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։ Կան մասնագիտություններ, որոնց համար վերապատրաստումների եւ դասընթացների միջոցով են իրենք կարողանում հասնել իրենց մասնագիտական փորձին։ Ծրագիրը Սփյուռքի մեր հայրենակիցներին հնարավորություն է տալիս 1 տարի աշխատելու Հայաստանի 2 տասնյակից ավելի պետական կառույցներում։ Ծրագրի մասնակիցները ծառայում են տարբեր ոլորտներում՝ իրավաբանություն, մշակույթ, արվեստ, առողջապահություն, զբոսաշրջություն եւ այլ ոլորտներում։ Հարցազրույցների վերջին փուլն անցած մասնագետները սեպտեմբերից աշխատանքի կանցնեն պետական գերատեսչություններում։ Տրամադրում ենք 1 տարվա առողջության ապահովագրություն, երկկողմանի ավիատոմս եւ եթե կայության կարգավիճակ կամ քաղաքացիություն չունեն, նրանց օժանդակում են կայության կարգավիճակի ֆինանսական հատվածով։ Կեցության համար տրվում է ամսական 336,000 դրամ նպաստ։ Բացի այդ, Հովնանյան հիմնադրամի ֆինանսավորմամբ 5 մասնագետ հնարավորություն կունենա աշխատելու մարզերում, իսկ այն մասնակիցները, որոնք ցուցաբերեն բարձր արդյունավետություն, ևս 1 տարի հիմնադրամի ֆինանսավորմամբ կշարունակեն աշխատել։ 2020 թվականից իրականացվող Իգործ ծրագրի հիմնական նպատակներից է հայրենադարձությունը։ Ծրագրի շնորհիվ շատ սփյուռքահայեր բնակություն են հաստատել Հայաստանում եւ ունեն մշտական աշխատանք։ Իգործ ծրագրի մասնակիցները ավարտելով ծրագիրը անցնում են նաև պետական համակարգում աշխատանքի, ունեցել ենք փոխնախարար, ՊՕԱԿ-ի տնօրեն եւ արդեն շուրջ 250 հոգի ներգրաված են տեղական եւ պետական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում եւ ունենք բավականին բարձր հայրենադարձություն 73%։ Ծրագրի հայտերը կընդունվեն մինչև ապրիլի 4-ը։ Բրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։